Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռիվյուն է։ Մեր տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ Լևոն Նազարյանին։ Բարև ձեզ, պարոն Նազարյան։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ձեզ շնորհակալություն։ Պարոն Նազարյան, անցնող շաբաթ ամենից քննարկվող թեման ըստ էության Գյումրիի եւ Փարաքարի ընտրություններն էին, դրանց արդյունքները Կարծիքներ են հնչում, որ համապետական ընտրություններին էլ նույն արդյունքները կարող են լինել, բայց մյուս կողմից էլ ասվում է, որ դիմ ընտրություններն իրենց տրամաբանությամբ տարբերվում են համապետական ընտրություններից եւ մյուս քննարկվող թեման այն է, թե Նիկոլ Փաշինյանը արդյոք իսկապես կհաշտվի ժողովրդի որոշման հետ, թե կարող ենք այլ զարգացումների ականատես լինել։ Այս երկու հարցերի շուրջ դուք ինչ դիտարկումներ ունեք։ Շնորհակալ եմ հարցերի համար, այո, իրավամբ պետք է փաստել, որ ողջ հայ ժողովրդի ուշադրությունը սևեռված էր դեպի Գյումրի ընտրությունները եւ հանրային սպասումներում այդ ընտրությունները ավելին էին, քան տեղական կառավարման մարմնի ընտրություններ, բայց դեպքերի զարգացումը կարծես թե հուշում է, որ Գյումրի ընտրությունները գուցեև այդպես էլ մնան որպես տեղական կառավարման մարմնի ընտրություններ, եթե դրան որոշակի գործընթացներ չհաջորդեն, հա, այս տեսանկյունից ամփոփելու համար կարելի է մի ժողովրդական ասացվածքով ամփոփել, հա, կապված ակնկալիքների, սպասումների հետ, որ ինչպես ասում են, վռազողի մայրը տղա չի ունենում, կապված, հա, կոնսոլիդացիայի հետ եւ առհասարակ սա որպես ուղենիշ է պայքարի առումով, որովհետեւ քաղաքականության մեջ շատ հաճախ շտապողականությունը եւ հապշտապ քայլերը լավ արդյունքների չեն բերում։ Ինչ նկատի ունեք մասնավորապես։ Շտապելու հետ կապված։ Այո, ով է շտապել։ Դե խոսքը վերաբերում էր նրան, որ մենք կրկին ականատես եղանք, որ տարբեր խմբակներ, հա, փորձեցին ամեն ինչ անել, կրկին անգամ մարդ օգտագործելու, թիրախավորելու Հանրապետական Կուսակցությանը եւ անձամբ Սերժ Սարգսյանին, դրան կարելի է առանցին անդրադառնալ, բայց կարծում եմ շատ դեպքերում իրենց անդրադառնալու բաներ չկա, որովհետև առհասարակ գետարաններից այդ խմբակի ինունական գետարաններից այդ խմբակի տարբերությունները գուցե կայանում են նրանում, որ վերջիններս ավելի մտավոր եւ հոգեվոր զարգացման ավելի բարձր որակ ունեն եւ քաղաքական հարցերում ավելի բազմավարժ են եւ նաեւ պետք է մի փաստել արձանագրել, որ տվյալ խմբակը, հա, որը անընդհատ փորձում է նաեւ թիրախավորել Մարտին Գրիգորյանին, հա, խնդիրը կանում էր նրանում, որ այսինքն չկար, այսպես ասած, շտապեցնելու առիթ, հատկապես այն պարագայում, որ ընտրությունների հաջորդիվ մենք չտեսանք այնպիսի գործընթացների մեկնարկ, որը հայ ժողովուրդը ցանկանում էր տեսնել, հա, մի քանի ամիս նախորդիվ խոսվում էր, քննարկվում էր, որ Գյումրի ընտրությունները գուցե դառնան այն ցանկալի տրիգերը, հարմար առիթը, որով հնարավոր կլինի, այսպես ասած, ընդվզման մեծալիկ գեներացնագործող իշխանությունների արդիվ եւ ֆավորիտ տեխնացուն, հա, ընդդիմության ուներ այդ հնարավորությունը դա անելու, այս պահին եւս ունի եւ ես հույսով եմ, որ այդ հնարավորությունից իրենք կօգտվեն։ Այսինքն ինչ պետք է արվի այս իրավիճակում։ Ինչ է նշանակում շատ պարզ է, հանրային պահանջը հետեւյալն է, որ եթե մենք կարողանում ենք հասնել նրան, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, իսկ սա շատ կարևոր դետալ է կրկնում է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը թե չի ստանում ձայների ճնշող մեծամասնությունը Գյումրիում եւ չի կարողանում միազնակ քաղաքապետ ընտրել, դա մենք դիտարկում ենք որպես քաղաքացիական պայմանագրի պարտություն եւ այս տրամաբանությունը կարելի է օգտագործել երկրում ընդվզման կամ բողոքի ալիք բարձրացնելու համար։ Դրա համար կա շատ տարբեր բաներ կարելի է անել, հիմա այսինքն ես չի որ պետք է դրա մասին ասեմ, երկի կարող եմ ասել, հա, կարող էին, այսինքն ֆավորիտ տեխնացուն կարող էր ասել, որ ինքը ենթադրենք շարժվում է դեպի Երևան իր հաղթանակի մասին երևանցիներին։ Դա սպառած սցենար չէ, մենք տեսանք նման ձախողումներ արդեն։ Ընդդիմության կողմից երբ որ արվեց, դա ձախողվեց։ Խոսքը չի գնում նրա մասին, որպեսզի կրկնօրինակվի Նիկոլ Փաշինյանի 18 թվականի քայլերը, խոսքը գնում է նրա մասին, որպեսզի գեներացվեր հնարավոր process, որը կարող էր գեներացվել, ես նորից եմ կրկնում, այո, կա դրա հնարավորությունը նորից անելու, բայց այն ամենալավագույն պահը, այսպես թե կարելի է ասել, որ բաց է թողնված, եւ մենք պետք է սպասենք նոր տրիգերների։
Իսկ Նիկոլ Փաշինյանի հնարավոր գործողությունների մասով արդյոք նա կհամակերպվի ինչպես ինքն էր նշել ժողովրդի որոշման հետ, թե կարող են տարբեր զարգացումներ լինել։ Գիտեք, արդեն Գյումրիու ընտրությունների արդյունքներից հետո նիկոլական իշխանությունը փորձեց ամեն ինչ անել ձիու վրա մնալու համար եւ իշխանական նախարարներից մեկը, եթե չեմ սխալվում, առողջապահության հետաքրքիր հայտարարություն արեց, որ թիմ ընտրությունների արդյունքները, անկախ նրանից, որ քաղաքացիական պայմանագիրը այնտեղ պարտվել է, իրենց հիմք են տալիս խոսելու, որ 2026 թվականի ընտրություններում իրենք կարող են հավակնել ստանալու հայ ժողովրդի վստահության քվեն եւ ոնց է դա մեկնաբանվում, հա, որ տեսեք Նիկոլ Փաշինյանը ինչպիսի դեմոկրատիա բերել հայ ժողովրդին, որ հնարավոր է ընտրություններ, որտեղ իշխող կուսակցությունը կարող է պարտվել եւ այս տրամաբանությամբ էլ պետք է հասկանալ, որ իշխանությունը անում է ամեն ինչ, որպեսզի ստեղծի մի միջավայր, որտեղ ցանկացած գործողություն կաշխատի իր օգտին, այսինքն անկախ նրանից իրենք տեղական մարմիններում ինչ արդյունք կգրավեն, կպարտվեն, թե կհաղթեն, միևնույն է իրենք այդ ամբողջ գործընթացից ստանում են բոնուսներ եւ բենեֆիտներ եւ այս առումով միակ բանը, որը պետք է անել արդյունավետ լինելու համար, չխաղալ իշխանության կանոններով, այսինքն փորձել օգտագործել հնարավորինս ցանկացած process բողոքի ցույցեր կազմակերպելու, ավելի լայն հանրային ընդվզում կազմակերպելու եւ մտածելու առաջադրելու այն քաղաքական մեխանիզմները, որոնք կարող են բերել Նիկոլ Փաշինյանի իշխանազրկման։ Այսինքն միայն ընտրություններով ձեր դիտարկմամբ Նիկոլ Փաշինյանին հնարավոր չէ հեռացնել եւ պետք է փողոցը ակտիվ լինի։ Գիտեք, գուցեև հնարավոր է Նիկոլ Փաշինյանին X պահից, հա, ենթադրենք 8 կամ 10 տարի հետո Աստվածչյանի հեռացնել, այստեղ հարցը կայանում է նրանում, թե մինչև այդ պահը ինչ կմնա Հայաստանի Հանրապետությունից եւ ինչ նոր աղետներ կբերի Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի գլխին։ Ինչ ցույց տվեց Գյումրու ընտրությունները, հա, այստեղ կարելի է խոսել տարբեր իմ համար նաև այլ առանձնահատկություններ են աչքի զարնել, որոնց մասին ոմանք չեն բարձրաձայնում կամ բարձրաձայնում են, հա, նույն ասենք կոմունիստական կուսակցության ի հայտ գալը, իհարկե այստեղ ես չեմ ցանկանում այլ բնորոշումներ տալ, հա, միգուցե, այսինքն ֆավորիտ տեխնացուն ենթադրել է, որ արժեր կոմունիստական կուսակցությամբ առաջադրել, որտեղ Գյումրի քաղաքում այն ունեցել է ավանդաբար բարձր վարկանիշ, բայց միգուցե տեղ կա նաև այլ քաղաքական հաշվարկներ, որովհետև ի վերջո քաղաքացիական պայմանագիր կուսակցության իզմը, ինչպես իրանք ասում են, չնայած որ իզմեր չունեն, բայց միևնույն է ունեն, դա ցինիզմն է, իրանք հարում են նեոբոլշևիկյան, հա, եւ այսպես ասած կոմունիստական գաղափարախոսության եւ իրենց քաղաքական ապագան տեսնում են այդ ծիրում։ Հիմա շատ sense սյուրռեալիստական ապագային միտված հարց, իսկ կարող է ինչ-որ մեկը երաշխավորել, որ ենթադրենք 26 թվականին չի լինի սցենար, որտեղ ենթադրենք քաղաքացիական պայմանագիրը կոալիցիա չի կազմի ասենք կոմունիստական կուսակցության հետ, որը կստանա ձայնը։ Այսինքն մի կողմից ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է հակառուսական քաղաքականության մեջ, մյուս կողմից կարծում եք, որ նա կոմունիստ է։ Գիտեք, կոմունիստական կուսակցության հետ կապված այնպես չի, որ կոմունիստական կուսակցությունը պետք է ուղղակի կապել Ռուսաստանի Դաշնության հետ եւ ասել, որ Չինաստանի հետ կապեն։ Այո, իհարկե կարելի է ենթադրենք Չինաստանի հետ էլ կապել, որտեղ խոսքը գաղափարախոսության մասին է, իսկ ընդդիմությունը ազատ է իր գնահատականներում եւ դիրքորոշումներում։ Ես չեմ կարծում, որ հասարակության մեջ կա այնպիսի թես կամ պնդում, որ եթե դու ընդդիմադիր ես, ապա անպայման դու առաջ ես տանում Ռուսաստանի Դաշնության շահերը, մենք առաջնորդվում ենք Հայաստանի Հանրապետության շահերով եւ ցանկացած իրավիճակ դուք մեղադրում եք Նիկոլ Փաշինյանին նրա հակառուսական քայլերի համար, բայց ես ընդհանրապես ապագա եմ, այսպես ասած, ուրվագծում, որը կարող է ենթադրենք տեղի ունենալ, կարող է տեղի չունենալ եւ հարցը վերաբերվում էր 26 թվականի ընտրություններին նրան հնարավոր հեռացման հետ, սա իմ պատասխանն էր։ Արդյոք Գյումրիում մարդիկ ընտրել են ուժերի թե անհատների, որովհետև շատ է խոսում, որ թիմ ընտրություններում չեն գնում եւ նայում, օրինակ Վարդան Ղուկասյանը կոմունիստական կուսակցությունից է թե ոչ, նրանք հենց նրան են իրենց ձայնը տալիս, այլ ոչ թե կուսակցությանը, որը նա ներկայացնում է օրինակ այդ պահին։ Միանշանակ իհարկե այստեղ պետք չի նաև ժխտել, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դրանք առաջերտին թիմ ընտրություններ են եւ մարդիկ
ի վերջո գնում են ընտրելու քաղաքապետ, ով կառավարելու է իրենց համայնքի, իրենց քաղաքը, բայց նորից են կրկնում, որ Գյումրու հետ կապված կար առանձնահատուկ իրավիճակ եւ ամբողջ քարոզարշավը կառուցված էր ոչ թե Գյումրու լավագույն քաղաքապետ ընտրելու շուրջ, ինչը իհարկե չէր կարելի բացառել, այլ ստանալու իրավիճակ, որը հնարավոր կլինի տարածել եւ գեներացնել ամբողջ հանրապետության տարածքով, որը նորից եմ կրկնում, այն ակնկալիքները, որը մենք ունեինք, հա, այդ ակնկալիքները դեռևս մնում են սպասման փուլում։ Դուք ուրիշներին մեղադրում եք, որ շտապում էին, բայց հիմա դուք եք շտապում որոշակի ենթադրություններ անել ամեն դեպքում։ Բացարձակապես ուղղակի կա կարևոր հանգամանք, որը պետք է հաշվարկել, հա, քաղաքական գործընթացները նախագծելու առումով։ Ապրիլի 24-ը դա այն հիմնական, այսպես ասած, վերջնակետն է, որը ապրիլյան, այսպես ասած, ընդվզումների առումով պետքա տեղի ունեն, այսինքն մենք ունենք ակտիվ ժամանակ կամ մինչև ապրիլի 24-ը, կամ պետքա փորձենք գեներացնել հնարավորություններ ապրիլի 24-ից հետո, հա, եթե դրանք մինչև նախ ապրիլի 24-յան են, ապա Գյումրու ընտրությունները շատ լավ հնարավորություն էին ըստ արդիվ։ Շատ լավ, կադրային հեղափոխություն խոստացած Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ բոլոր ոլորտներում կադրային ճգնաժամ է, ասում է լավ կադրեր կան, բայց չեն գա աշխատեն կառավարությունում, 2 կոպեկ ստանան ու ամեն ստացած կոպեկի հետ էլ անեծքը հետը տանեն տուն։ Սա ինքնախոստովանություն է, որ լավ կադրերը չեն ուզում աշխատել Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ, թե հակառակը Նիկոլ Փաշինյանը, քանի որ միանձնյա է հիմնականում որոշումներ կայացնում, ինչպես պնդում են հատկապես ընդդիմադիրները, այդ կադրերի ձայնը պարզապես լսելի չէ կառավարությունում։ Առհասարակ Նիկոլ Փաշինյանը պետքա հիշի 2018 թվականը, երբ որ ինքը անձամբ եւ իր կողմնակիցները պատերազմ էին հայտարարել պրոֆեսիոնալիզմի դեմ եւ շատ կարեւոր հետաքրքիր չեմ ուզում ջրբաժան բառը օգտագործել, բայց որոշակի ակոս անցավ մասնագիտական դաշտում եւ այնպես ստացվեց, որ պրոֆեսիոնալ կադրերի մեծ մասը նոր իշխանության ճնշմամբ իհարկե եղան մարդիկ, ովքեր գիտակցելով եւ կանխատեսելով ինչ աղետների է բերելու այս իշխանությունը Հայաստանը, ինքնակամ հրաժարվեցին քաղաքացիական եւ պետական ծառայությունից, բայց դրանից հետո տեղի ունի, ինչքան էլ ինքը ասում է, որ կադրային ջարդ տեղի չունի, մինչեւ այսօր լավագույն կադրերի նկատմամբ, հա, շատ դեպքերում կիրառվում են ճնշումներ եւ ինքը ստեղծել է մի իրավիճակ, որտեղ երբ որ իրենք հալածում են այդ լավագույն կադրերին, բնականաբար այդ լավագույն կադրերը պետքա հեռանան եւ այդ լավագույն կադրերը արդյունքում հեռանում են ոչ միայն պետական կառավարման ոլորտից, այլ նաեւ հեռանում են Հայաստանի Հանրապետությունից եւ առաջանում է բնական ճգնաժամ։ Հասկանալի է, որ բնական ճգնաժամը ի վերջո իր հետևանքներն է բերելու եւ այդ հետևանքների հիմնական պատասխանատուն գործով կառավարությունն է եւ իրանք ինչ են անում, իրանք ուղղակի անոնսում են, որ այ գիտեք ժողովուրդ ջան, վաղը որ լինեն X, Y, Z խնդիրներ SSS ոլորտներում, հա, խնդրում եմ ինչ չմեղադրել, որտեղ դա չկա, հիմա այդ կադրերը չկա, մենք ինչ արենք։ Մինչ Հայաստանի իշխանությունները խոսում էին Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցության կանոնադրություն ստորագրելու մասին, օրերս Միացյալ Նահանգների կառավարական բանկը 339 միլիոն դոլարով որոշում է կայացրել վարկավորել զենք փոխադրող ադրբեջանական ավիաընկերությանը։ Արդյոք սա չի նշանակում, որ հատկապես Իրան-ԱՄՆ հարաբերություններում արկա լարվածության ֆոնին Ադրբեջանի դերը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար որոշակիորեն մեծանում է։ Գիտեք, առհասարակ Միացյալ Նահանգները ընդհանուր առմամբ, եթե համեմատության մեջ դնենք, հա, երբեք չի թաքցրել, որ տարածաշրջանային առումով Ադրբեջանը ունի շատ ավելի խոշոր եւ ավելի կարևոր նշանակություն իր համար։ Իհարկե նաեւ ասվել է, որ Հայաստանը պատահական երկիր չի Միացյալ Նահանգների համար, դարավոր եւ խորքային հարաբերություններ են եղել մեր եւ Միացյալ Նահանգների միջեւ, բայց սա այսինքն մեր համար պետք է նորություն չլինի։ Շեշտադրումը եւ կենտրոնացումը դեպի Ադրբեջան եղել է ավելի մեծ եւ հավաքական արևմուտքի եւ Միացյալ Նահանգների կողմից եւ այսօրվա իրավիճակում եւս այո պետք է այսպես ասած շունչը պահած սպասել, որ տարին անցնի հանգիստ եւ որոշում չկայացվի, ընդհանրենք Իրանի նկատմամբ որոշակի ռազմական գործողություններ
իրականացնելու նահանգների կողմից կամ ընդհանրապես Իսրայելը կոնֆլիկտի Ինչ իրավիճակում կհայտնվի հատկապես Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը նման սցենարի դեպքում։ Նիկոլ Փաշինյանի այս դեպքում գիտեք, երբ որ նման իրավիճակ ստեղծվի, այլևս ծանրագույն վիճակի մեջ է հայտնվելու ամբողջական Հայաստանը, եւ դա չի լինելու այլևս միայն Նիկոլ Փաշինյանի կառավարության ողբերգությունը, որովհետեւ խնդիրներ կառաջանան ամբողջ Հայաստանի համար, այսինքն կփակվի որոշակի ժամանակ անց կփակվի ենթադրելի է որ կփակվի Իրանի հետ պետական սահմանը, ապրանքաշրջանառությունը բնականաբար անկում կապրի, փախստականների հսկայական ներհոսք կլինի եւ գիտեք այս իրավիճակում երբ որ կառավարության ղեկավարը իլուր աշխարհի հայտարարում է որ ինքը ունի կադրային ճգնաժամ, հարցը բաց է մնում թե ինչպես է ինքը կառավարելու էլ ավելի սուր եւ ավելի պրոբլեմային ճգնաժամ, հատկապես այն պայմաններում, երբ որ ինքը չի ձգտում գոնե չեզոքություն պահպանել այս հարցում եւ եթե չեմ սխալվում, 2 շաբաթ առաջ հայտարարություն եղավ, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է Գերմանիայում ԱՄՆ-ի ռազմաբազայից Հայաստան տեղափոխել որոշակի զինտեխնիկա, որի ուղղությամբ հայկական կողմը հերքում չէր արել եւ մեր ռազմավարական դաշնակցի Ռուսաստանի Դաշնության կողմից եղավ շատ կոշտ արձագանք, ճշտումներ եւ ճշգրտումներ անելու դրա արդիվ, այսինքն նման իրավիճակում նման զարգացումներով, այսպես ասած, մեզ որևէ հուսադրող բան չի սպասվում, հատկապես եթե մենք չենք կարողանում մեր հնարավորությունները եւ ակտիվ գործողություններ իրականացնելու շանսերը ճիշտ օգտագործել։ Դե ճիշտ օգտագործում է Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի հետ պատրաստվում է խաղաղության պայմանագիր ստորագրել եւ կայուն խաղաղություն հաստատել։ Գիտեք, կայուն խաղաղ, այսինքն այդ տերմինը երբ որ ասում է կայուն խաղաղություն, իմ համար անձամբ անհասկանալի է, ինչ է նշանակում կայուն խաղաղություն։ Երբ որ Ադրբեջանը եւս հայտարարում է եւ անձամբ ինքն էլ է հայտարարում, որ իսկ որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ դրանից ենթադրենք կա անցած տարի իրանցում էլ ասել, որ որևէ մեկը չի կարող դրանից հետո երաշխավորել, որ պատերազմ չի կարող սկսվել։ Այսինքն այստեղ մեծ տրամաբանությունը հուշում է, որ խաղաղություն ասելով իրենք չեն հասկանում պատերազմի կանխարգելում, խաղաղություն ասելով իրենք հասկանում են մեկ այլ բան, որը իրենց տրամաբանությամբ կապիտուլյացիան է եւ Հայաստանի, այսպես ասած, սուվերենության զիջումը կամ առհասարակ պետականության կազմաքանդումը։ Ասում են որևէ միակողմանի զիջման չեն գնացել, քանի որ այդ համաձայնեցված կետերի մասին օրինակ խոսելիս ասում են, քանի որ դրանք համաձայնեցված են նաև Ադրբեջանի կողմից։ Դե գիտեք, դա գաղտնիք չի, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես ապրում է ծուռ հայելիների թագավորությունում, որտեղ երբ որ եվրոպական կողմն շատ բարձր մակարդակներով ասում, որ իրենք ողջունում են Հայաստանի համարձակ զիջումները, որով իրանք ողջևորված են, բայց այդ ժամանակ թող ինքը մեր պաշտոնապես արձագանքի բարձրաձայն ասում ենք ոչ մի զիջում չեք կարել, դուք ի՞նչն եք ողջունում։ Եվ ստեղ էլ է շատ ցավալի, որ այն ամեն ինչը հասկանում եք, այսինքն այն կորուստները, այն տառապանքը, որը Նիկոլ Փաշինյանը պատճառել է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդին, նա նույնիսկ այդ ամեն ինչը չի ցանկանում զիջում համարել, նա այսինքն այս ամեն ինչը տեսնա իր տրամաբանության մեջ է, այսինքն այդ ամեն ինչը դա Ադրբեջանի սեփականությունն էր եւ ինքը հետ է վերադարձրել այսպես ասած ճակերտավոր տիրոջը եւ դա ենթադրում է որ ինքը պատրաստվելու է անել նոր զիջումներ, այսինքն օրինակ սահմանադրության փոփոխություն ԵԱԿ Մինսկի խմբի լուծարում ենթադրելի է, բայց այստեղ էլ պետք է շատ կարեւոր դիտարկում անել, որ սահմանադրության փոփոխությունը դա ոչ թե զիջում է լինելու, այլ սահմանադրության փոփոխությունը ենթադրելու է Հայաստանի կախված նայած այդ փոփոխությունը ինչ տեսք ունենա, բայց արդեն պարզ է, այդ լուրերը սպրվել են ինչա տեղի ունենալու, այսինքն լինելու է հրաժարում անկախության հռչակագրից, իսկ անկախության հռչակագրից հրաժարումը Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ ենթադրում է Հայաստանի երրորդ անկախ հանրապետության ավարտ, այսինքն անկախության հռչակագիրը դա առաջին Հայաստանի Հանրապետության անկախության մասին է եւ եթե դրանից տեղի ունենում հրաժարում, մենք ուղղակի վերածվելու ենք վարչատարածքային միավորի եւ
կարող է ենթադրենք այդ տարածքի վրա մի քանի այլ կազմավորում ձևավորվի, ինչի՞ չէ, եւ այս առումով հանրային տրամադրություններից մի քանի հետաքրքիր մոտեցում ասեմ, ծանոթներից մեկը շատ հետաքրքիր բան ասաց այս ընտրությունները, որ տեղի են ունենում Գյումրու, էլի նորից հետ վերադառնալով այդ թեմային, ասաց մոտս հետաքրքիր ասոցիացիաներ են առաջանում, մի կողմից, ասենք, խոսվում է 4 հանրապետության մասին, հա, մի կողմից Ալիևի պահանջն է, որ պետք է սահմանադրությունը փոխել, հա, Ալեքսանդրիապոլ, կապիտուլյացիա, կոմունիստական կուսակցություն, հա, մարդկանց մոտ այս հասկացությունների եւ ընկալումների շարանը, որ ասում եմ, շատ դեպքերում ոչ միանշանակ ընկալումների տեղիք է տվել եւ ինչ որ հասարակության մի հատված սկսում է ենթադրել, որ այո, մեր այն պնդումները, որը մենք անում ենք դեռևս 2019 թվականից, որ գործընթացի վերջո կարող է ավարտվի Հայաստանի Հանրապետության սուվերենության զիջմամբ, իրատեսական էին։ Ասում են հիմա Հայաստանը ավելի ինքնիշխան է, քան երբևէ։ Դե իրենք գիտեք ինչ ուզեն կարող են հայտարարել, որտեվ այսինքն երբ որ սուտը իրենց միակ կռեդոն է, իրենց այդ առումով չի կարելի համեմատվել, բայց իրենք պետք է ասեն, երբ որ այդ համեմատությունը անում են, այդ համեմատությունը իրանք որ ժամանակաշրջանի կամ որ ժամանակից առաջ եղած իրավիճակի մասին են խոսում։ Դե գիտեք, որ այս ասում են նախկինները ուզում են Հայաստանը դարձնել գուբերնիա եւ իրենք այն ուժն են, որը ինքնիշխանության, անկախության համար է պայքարում։ Գիտեք, երբ որ կա իշխանություն, որը իր քաղաքական, այսպես ասած, ոչ միայն քաղաքական, հա, առհասարակ հաղորդակցումը կառուցում է հասարակության կարճ հիշողության վրա, այո, մենք ստանում ենք նման պատկեր եւ գիտեք, այսպես ասած, մի կողմից էլ համեստություն չէ, բայց նախկին ուժերը թվում նաեւ առաջին նախագահան, երկրորդ հանրապետական կուսակցությունը, երրորդ նախագահան իրենց թույլ չեն տալիս ամեն անգամ բարձրաձայնել եւ պատմել, թե ինչեր են իրենք արել Հայաստանի Հանրապետության սուվերենության կայացման արդիվը, բարձ օրինակ, ապրիլյան պատերազմից հետո, հա, Սերժ Սարգսյանը ներողություն ընթացքում էր պատերազմը, ապրիլի 2-ին հրավիրեց բոլոր դեսպաններին Հայաստանում եւ հայտարարեց, որ եթե ռազմական գործողությունները կանգ չառնեն, Հայաստանը ճանաչելու է Արցախի Հանրապետության անկախությունը։ Հիմա, գիտեք, սուվերենությունը նման կերպով է պաշտպանվում եւ նաեւ այն հայտարարությունները, որը երրորդ նախագահան արեց, որ եթե տեղի ունենա ռազմական գործողություններ, ինքը չի վարանելու կիրառել այն մահաբեր զենքերը, որը կար Հայաստանի Հանրապետության ռազմական արսենալում, բայց երբ որ դու հայտնվում ես պատերազմի մեջ, հա, եւ չես կիրառում բոլոր քո ռազմական զինանոցի պոտենցիալը եւ նույնիսկ ընդառաջ չես գնում քո դաշնակիցների միջնորդությանը, որպեսզի այդ պատերազմը ավարտվի, ստորագրում ես խայտառակ կապիտուլյացիա եւ դա անվանում ես Հայաստանի սուվերենության պաշտպանություն, սա գիտեք ուղղակի կարելի է որպես ստախոսության, հա, այսպես master class գրել դասագրքերում հետագա սերունդների համար։ Դե ձեզ էլ մեղադրում են, որ հիմա այդ կապիտուլյացիոն փաստաթուղթ եք ասում, բայց հիմա ասում եք, որ պետք է դրան վերադառնալ։ Նոյեմբերին փաստաթուղթը նկատի ունենալ։ Այո, որովհետև մենք ամեն, այսինքն նոյեմբերի 9-ից հետո ամեն անգամ ասվել է, որ ամեն նոր օր մեզ ավելի վատ իրավիճակի մեջ է դնում, քան նախորդ օրը եւ այո, Նիկոլ Փաշինյանի ձեռամբ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը այսօրվա դրությամբ այն լավագույն փաստաթուղթն է, որը կարող է սպասարկել Արցախի ժողովրդի շահերի պաշտպանությունը։ Ձեր խոսքում նշեցիք սահմանադրության փոփոխության հետ կապված, որ դա Հայաստանի երրորդ հանրապետության լուծարում է նշանակելու եւ արդյոք այս տրամաբանությունը շարունակելով Նիկոլ Փաշինյանը այնպես է անելու, որ ինքը լինի Հայաստանի վերջին վարչապետը։ Այդ դրան են ուղղված նրա քայլերը։ Գիտեք, այստեղ այս հարցին պատասխանելիս ավելի կարևոր է ընտրել այն մոտեցումը, հա, որով մենք փորձում ենք փաստերը մեկնաբանել, որովհետև ինչ է ուզում անել Նիկոլ Փաշինյանը, գիտի ինքը եւ սատանան, հա, մեզ մնում է հասկանալ եւ վերլուծել այն գործողությունները, որը ինքը արել է, հայտնի ճշմարտություն մեջ բերեմ, որը ինքը արեց 2018 թվականին, հա, շանտաժով եւ ապօրինաբար զավթելով իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում, ասում էր կամ ես կլինեմ Հայաստանի Հանրապետության վարչապետը,
կամ Հայաստանի Հանրապետությունը վարչապետ չի ունենա։ Հիմա գիտեք, բայց որևէ մեկը չի կարող պնդել, որ դա վերաբերվում էր միայն 2018 թվականին։ Իսկ գուցե այդ արտահայտությունը վերաբերում էր 2018 թվականին եւ դրանից հետո եւս, այսինքն դրանով ինքը անոնսում էր, որ ինքը պատրաստվում է ենթադրենք լինել Հայաստանի վերջի վարչապետը, որը այն տրամաբանությամբ եւ քայլերին հաջորդականությամբ, որով իրենք շարունակում են այսօր գնալ, այո, միգուցե կարող է տանել Հայաստանում սուվերենության անկման եւ այդտեղ այդ մանիպուլյացիան էլ շատ հեշտությամբ անելու է, այսինքն լավ կյանք, անկախության դիմաց, տեսնում ենք այդ ամեն ինչը, որը քարոզվում է, ասում եմ դե պետությունը փող աշխատելու համար է, չէ՞, դե ուրիշ ինչ գործառույթ եք ուզում պետությունից ակնկալել։ Ինչ նպատակ են հետապնդում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ, բայց իշխանությունների եւ նրանց աջակիցների հայտարարությունները, վերաբերմունքը շատ բարձ, քանի արցախահայերը ունեն հնարավորություն կազմակերպվելու իրաց ձայնը բարձրացնելու, դա ռեալ վտանգ է այս իշխանության համար, որովհետեւ անկախ ամեն ինչից, անկախ դեպքերի զարգացումից արցախահայերը կարող են եւ ի վիճակի են լինելու իրենց իրավունքների իրացման համար կրկին անգամ ձայն բարձրացնել, օրերս հայտարարություններ եղել, կոչեր եղել, անկեղծ ասած չեմ հետևել դրանից հետո ինչ զարգացումներ ա եղել, արտգործնախարարությունը մեր հռչակավոր ընթացք տվել է դրան թե չէ, Շվեյցարիայի դաշնային կառավարությունը պատրաստակամություն էր հայտարարել միջնորդի դեր ստանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որպեսզի հնարավոր լինի ներողություն Արցախահայերի վերադարձը ապահովել իրենց մայր հայրենիք։ Եւ հասկանում եք, քանի կա Արցախահայերի հնարավոր կոնսոլիդացիա, թե ֆիզիկական, թե իրավական, թե հոգեվոր կամ հոգեբանական մակարդակում նույնիսկ դա լինելու է լուրջ վտանգ եւ լուրջ մարտահրավեր այս իշխանությունների համար, որտեղ դե շեֆից նկատողություն են ստանալու էլ իր վերջում։ Եվ Նիկոլ Փաշինյանի հեռացումը դուք ինչպես եք պատկերացնում, երբ ընդդիմության ներսում չկա միասնություն, մի հատվածն ասում է, որ առանձին ճակատներով պայքարելով գուցե ավելի արդյունավետ լինի, թե պետք է միասնական ճակատով ամեն դեպքում պայքարել։ Իմ կարծիքը հետևյալն է, որ անկախ նրանից թե ինչ ընթացակարգ կորդեգրվի այս առումով, միասին ամեն մեկը առանցին, կարևոր է թե պայքարը ինչ ծրագիր, ինչ բովանդակություն, ինչ տեսք եւ ինչպիսի գեներացիա ունենալու, մեզ պետք է որպես երթշարժումը ունենա այսպես կոչված տուրբիններ, որոնք կարողանան այն էներգիան, որը կուտակվում է, փոխարինել իշխանափոխության։ Այսինքն անհրաժեշտ է, որպեսզի գեներացվի քաղաքական գործընթաց, անկախ նրանից թե ինչ քաղաքական գործընթաց կլինի, որը կգնա զուգահեռ ակտիվ փողոցային շարժմանը, ես անձնապես եւ մեր քաղաքական ուժը գտնում եմ, որ իմպիչմենտի, այսինքն վարչապետին անվստահություն հայտնելու հնարավորությունը դա լավագույն գործիքն է։ Իհարկե այստեղ կան տարաձայնություններ, տարակարծություններ, հակընդդեմ կարծիքներ, բայց միևնույն է, անկախ ամեն ինչից մենք չպետք է հրաժարվենք այս գործիքը կիրառելուց, որովհետև այո, կարող է եւ չստացվի, որովը մեկը չի երաշխավորում, որովհետև ընդհանրապես քաղաքականության մեջ եւ կյանքում որովը մեկը որովը բան չի կարող երաշխավորել։ Ինչ վերաբերում է միասին կամ անջատ գնալուն, շատ կարևոր բան եմ ուզում արձանագրել, որ ի վերջո Նիկոլ Փաշինյանին իր կամակատարներին, իր գործակալներին, իր ենթակայության տակ գործող ուժային կառույցներին ի վերջո այդպես էլ չի հաջողվել, անկախ նրանից թե հանրային դաշտում այդ տարբեր մենամարտերը, բանավեճերը ինչ ուժգնությամբ, ինչ թեժությամբ են գնում, չի հաջողվել այդ այնպիսի բաժանարար գծեր անցկացնել, որոնք կլինեն անվերադարձ։ Ինչի, որովհետև չի հաշվարկվել մի բան, որ իրեն հակընդդեմ հատվածում մարդկանց միավորում է կայացվածությունը եւ ինքնաբավությունը, այսինքն այն մարդիկ, ովքեր 2018 թվականից անկախ նրանից գտնվել են երրորդ նախագահի թիմում, թե երկրորդ նախագահի թիմում, իրենց միավորել է
այս կյանքում կայացվածությունը, հա, եւ երբ որ իրանք փորձում են այս տարանջատումը անել, իսկ դա միանշանակ գործող իշխանությունների ձեռամփա կատարվում, մենք կարող ենք տեսնել, հա, ովքեր էին այդ բրեմենյան երաժիշտների երեկը, քարյակը, որոնք անընդհատ ամենաառիթ օգտագործելով մինչև այսօր փորձում են թիրախավորել հանրապետական կուսակցությանը, շատ դեպքերում իրանք անուղղակի կապ ունեն երկրորդ նախագահի հետ կապված, չգիտեմ, օգտագործում են այն առիթը, ըստ որի երկրորդ նախագահան իրենց ինչ-որ հնարավորություններ է տալիս կամ հանդիպում են, եւ այդ փաստը արձանագրելու համար շատ պարզ օրինակ կարելի է բերել, երբ որ Լևոն Քոչարյանի հայտարարությունից հետո, որը իմ կարծիքով փորձ արվեց, հա, այդ թեժ բանավեճին վերջակետ դնելու, որոշ մարդիկ դեռևս շարունակում էին երկրորդել եւ յուղ լցնել կերակի վրա, այդ իսկ պատճառով անկախ նրանից, հա, թե ինչ դիրքորոշում կա, որտեվ երկրորդ նախագահան կարող է ունենալ իր դիրքորոշումը, մենք ունենք մեր դիրքորոշումը հաջողության հասնելու համար, նույնիսկ եթե դրանք լինեն օրինակի համար 26 թվականի ընտրություններով, պետք է լինեն զուգահեռ գործընթացներ, ինչպես փողոցային շարժման, այնպես էլ քաղաքական պրոցեսներով, եւ այսօր դեռևս 2025 թվականի ապրիլի 5-ն է եւ հնարավոր ընտրություններին, հա, կա դեռևս մոտավորապես 14-15 ամիս, մեզ որևէ բան չի խանգարում մի քանի ակտիվ ընդդիմադիր շարժումներ գեներացնելու եւ այդ ընթացքում ինչի՞ չէ պարլամենտին ստիպելու, որպեսզի անվստահություն հայտնի Նիկոլ Փաշինյանին։ Մի դիտարկում էլ անենք, հա, մենք նաեւ տեսանք, որ վերջի շրջանում քաղաքացիական պայմանագիրը իրենից հեռացրեց, իրենից օտարեց 3 իր ակտիվ կարկառուն պատգամավորների, ինչը վկայում է եւ ասում է այն մասին, որ այո, կարելի է հասնել նրան, որպեսզի քաղաքացիական պայմանագրում տեղի ունենա ճեղքում եւ որոշ մարդիկ ըստ անհրաժեշտության անեն այդ քվեարկությունը եւ միանան իմպիչմենտի գործընթացին։ Այսինքն դա հավանական է համարում։ Իհարկե միանշանակ, որտեղ գիտեք, եթե մենք պետքա դա հավանական չհամարենք, պետքա առհասարակ ընդհանրապես քաղաքականությամբ չզբաղվել, գնալ տուն, դրանից հետո էլ մտածել առհասարակ ուրա պետք գնալ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։ 168 TV-ի եթերում ռևյուներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։